Բարև ձեզ։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում տաղավարում շարքի հերթական հաղորդումն է եւ մենք շարունակում ենք քննարկել մեր կրթությանը, գիտությանը վերաբերող տարբեր խնդիրներ։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք ուսուցիչ դասախոս Արսեն Վարդանյանին։ Արսեն, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Սիրով, ինձ համար միշտ հաճելի է այս տաղավարում ձեզ հետ զրուցել։ Արսեն, այսօրվա մեր զրույցի առիթը այդպես իմ մտքով անցավ, երբ տեսա Մերձավանի դպրոցում, ամենամեղմ բառով ասած, տհաճ այն դեպքի մասին ձեր Facebook-յան երկու գրառումը, որը բազմաթիվ այդպես գրառումների մեջ ամենահավասարակշիռն ու իմաստալիցներ եւ այդ պատճառով այդպես որոշեցի, որ մենք կարող ենք, բայց ոչ այնքան զրույցի թեմա դարձնել բուն իրադարձությունը, այլ հասարակական, սոցիալական այն վիճակը, մեր վերաբերմունքը, հասարակության վերաբերմունքը դպրոցին եւ ուսուցչին, որի հետևանքներ են դառնում այս տեսակ բաները։ Ձեր կարծիքով ի՞նչն էր ամենազայրացուցիչը Արսեն այդ պատմության մեջ։ Նախ շնորհակալ եմ, որ առանձնացրել եք այդ գրառումները։ Երևույթը ինքնին սարսափելի տհաճ էր եւ առաջին հայացքից այդ զայրույթը, որ ամբողջ հասարակությանը պատեց, միանշանակ ընկալելի եւ ընդունելի էր։ Առաջինը ձևն էր, ինչ ձևով էր այդ ամեն ինչը իրականացվում։ Եթե խոսենք խնդրի մասին, անշուշտ գուցե խորքային ավելի լուրջ խնդիրներ կան, որոնց կանդրադառնանք, բայց այդ ձևով արձագանքելը, երեխաներին ներառելը, հատկապես լրագրողների մասնակցությունը այս ամեն ինչին նաև այդ հրահրող հարցերը, անադեկվատ հարցադրումները աշակերտներին, ուսուցչին, օրինակ, ով կարող եմ ասել, ասում եք, կներեք ընկեր Դավթյան, դուք հասարման ուտում եք աշակերտների ներկայությամբ, այսինքն աշակերտի ասածը լրագրողի այդ մանիպուլյատիվ հարց է։ Կարծում եմ, այստեղ նաև սա մեծ դեր ու նշանակություն ուներ, մեր լրագրողներն էլ պիտի մի քիչ այդ էթիկայի, պատշաճության մակարդակը կարողանան պահպանել, բայց ամենատահաճը երեխաներին իհարկե ներառելն էր այս գործընթացում, որովհետև ամեն դեպքում աշակերտները այդ տարիքում չունեն բավարար գիտակցություն, իրենց արածի ողջ պատասխանատվությունը իրենց վրա կրելու, հետևաբար այստեղ մեծերի գործոնը շատ կարևոր է, այդ ծնողները պետք է լրջորեն զբաղվեն իրենց երեխաներով։ Ես նույնիսկ առաջարկում մասնագիտական, այսպես տարբեր խմբեր, մեր հոգեբանները, սոցիոլոգներ, տարբեր մասնագիտական օժանդակող օգնող խմբեր փորձեն կապի մեջ լինել այդ համայնքի հետ եւ ինչ որ այսպես վերապատրաստման, ասեմ, կամ հանդիպման պես մի բան պետք է կազմակերպել, բացատրելու, ոչ թե սաստելու, ոչ թե պատժելու, ոչ թե ինչ-որ բան, այլ բացատրելու, որ այդպես չեն պայքարում։ Եթե անգամ խնդիր կա, այդ խնդրին լուծելու տարբեր քաղաքակիրթ եղանակներ կան, պետք է առաջնորդվել առաջին հերթին այդ եղանակներով, հետո անցնել ծայրահեղ քայլերի, եթե միանշանակ։ Եվ մյուս կողմից շատ այդ զայրույթի երկրորդ պատճառը մեր հասարակության ծայրահեղ մոտեցումն է։ Մեր հասարակության առհասարակ ամենամեծ խնդիրներից մեկը այդ ծայրահեղացումն է, որովհետև մենք հերոսին մի վայրկյանում դավաճան ենք դարձնում եւ դավաճանին մեկ վայրկյանում հերոս ենք դարձնում առանց լրջորեն մտածելու, ծանրակշիռ քայլեր կատարելու, ծանրութեթև անելու։ Մի անգամից ուսուցչին էլ տնօրենի առաջարկ եղավ, ես նույնիսկ կատակով ասել եմ, եկեք դադարեցնենք, այլապես շուտով վարչապետի թեկնածու են առաջադրելու, որովհետև եթե ինչ-որ մի խնդիր կա, մեր ժողովրդական շատ լավ ասույթ ունենք, ասում է առանց կրակի ծուխ չի լինում։ Հետևաբար այդ ծուխը երևի ինչ-որ մի բան կա, պետք է դա ուսումնասիրել եւ Արսեն, թատում եմ Ես էլ կարծում եմ, որ խնդրահարույց ինչ-որ բան կա այդտեղ, այնպես չի, որ հա, այդպես շատ հարթ տեղը հանկարծ այսպես իրադարձություն տեղի ունեցավ, դուք ինչով գրավեցին ձեր գրառումը, որ շատ ճիշտ ճանապարհ էիք առաջարկում, որ մշտադիտարկում իրականացվի, տեսնեն թե իսկապես ուսուցիչը, հա, շփման եղանակները աշակերտների հետ եւ մնացած բաները հասկանալու համար, թե ինչի հանկարծ ծնվեց այդ բանը, բայց Արսեն, գիտեք, ես ենթադրում եմ, տեսեք, դրա մեջ նույնիսկ լավ բան եմ ուզում տեսնել, էլի։ Չգիտեմ, դուք մի քանի դպրոցներում եք դաս տալիս, հիմա համալսարանում եք եւ դպրոցներում նույնպես։ Այո։ Արսեն, ես ենթադրում եմ, որ նման տհաճ միջադեպեր բազմաթիվ դպրոցներում են լինում, ուղղակի այստեղ լրագրողի ներկայությունը այդպես հանրայնության առիթ դարձավ։ Այդ իմաստով լավ էր, որ մենք իմանանք, ահա, այսպիսի բաներ են լինում եւ փորձենք դրա դեմն առնել, որովհետեւ ինչ նկատի ունեմ, ենթադրենք թե
առաջի օրվա, հա, այդպես ուսուցչին պաշտպանող գրառումները, որ այն աստիճանի էին արդեն թիրախավորել երեխային, այն երեխային, որը մոռանալով, որ սա նույնպես պաշտպանության, այո, իհարկե սխալ է, այո, իհարկե ծնողը մեղավոր է, բայց այդ երեխան դեռ պիտի դպրոց մտնի, հետո ի վերջո երեխա է, այս ձեր ասած այդ ծայրահեղացման այս միտումը միա հետ շուռ եկավ նրա կողմ, հետո շուռ եկավ նրա կողմ, բայց ես կարծում եմ, որ մեր հանրային ընկալման մեջ, հա, այդպես կա այդ բանը ուսուցչից դժգոհելու, օրինակ, կարծում եմ, որ տանը ուսուցչից դժգոհելը օբյեկտիվորեն, թե հա, այդպես անտեղի փակում է երեխայի գիտելիք ստանալու դուռը նրանից, որտեվ եթե ուսուցիչը հեղինակություն չունի աշակերտի աշխում, դժվար թե այդ աշակերտը նրանից հա, այդպես կարողանա գիտելիք կորզել կամ չգիտեմ բացի գիտելիքից այլ բաներ ինչ եք կարծում եք շատ կարևոր հարցադրում է իրականում որովհետև այդտեղից պետք է սկսենք ուսուցչի կերպարի եւ հեղինակության ընկալումը մեր հասարակության մեջ եւ դրա բարձրացմանը ուղղված քայլերը նախ նշեմ ինչու է կարևոր ուսուցչի հեղինակության բարձրացումը հասարակության մեջ մի քանի պատճառներով առաջինը ուսուցիչը ուսուցչի կերպարը հասարակության կիրթ մասայի, այսինքն ինտելիգենցիա կոչվածի, էլիտայի հասարակության, օտար բառեր եմ գործածում, բայց դրանք ավելի խոսուն են, մարմնավորումն է, այսինքն ուսուցիչը այդ կերպարն է, որ ցանկացած հասարակության մեջ, օրինակ վերցնենք գյուղական միջավայրերը, գյուղական միջավայրում կիրթ մարդկանց ամենամեծ բաժինը հենց ուսուցիչներին է, այսինքն ամենակիրթ մարդիկ հենց ուսուցիչներն են։ Եվ հետևաբար, երբ այդ կիրթ մարդը արժեզրկվում է նաև ինքնին կրթությունը, գիտելիքը եւ առհասարակ կրթության նկատմամբ վերաբերմունքը։ Արժեզրկված, հեղինակազրկված ուսուցչից ուսուցիչ ունեցող հասարակությանը չի կարող առաջընթաց ապրել։ Ինչ որ առումով սա նաև ազգային անվտանգության խնդիր է, որովհետև այն հասարակությունը, որտեղ կրթությունը, ուսուցչի կերպարը արժեզրկվում եւ ոտնահարվում է, չի կարող առաջընթաց ունենալ, որովհետև առաջընթացը ինչի հաշվին առաջին հերթին մնայուն գիտելիքների, կրթության արժևորման եւ դրա շարունակականության։ Հետեւաբար այս հարցին պետք է շատ ուշադրություն դարձնենք եւ տարատեսակ աշխատանքներ պիտի արվի ուսուցչի հեղինակությունը բարձրացնելու համար եւ այստեղ գործ ունեն նաեւ մեր բոլոր օղակները։ Նախ նշեմ, որ այս նախապատմությունը, որ արեցինք, այս գործընթացում ինձ համար բավականին ողջունելի էր մեր նախարարության դիրքորոշումը, որտեղ շատ հստակ եւ շատ արագ արձագանք տրվեց այդ ամեն ինչին, նախարարի մակարդակով դա ողջունելի էր, բայց մյուս խնդիրը այն է, որ եթե մենք այսպես համակարգային լուծում չտանք, ուղղակի այս մեկ դեպքով սահմանափակվենք, մենք ընդհանուր առաջընթաց չենք ունենա, ընդհանուր այս հարցը չի լուծվի։ Դրա համար առաջին հերթին պետք է ուսուցչի համար ստեղծվեն այնպիսի պայմաններ, սոցիալական, Արսեն, ես հիմա այդ առանձին հարցով դրան կանրադառնանք, մի փոքր էլ հա այդպես արդեն վերնշած միջադեպին անդրադառնանք, հետո կգանք առհասարակ, որտեղ ես այդպես հարց ինչ պետք է անել ունենք։ Տեսեք, ես շատ ուսուցիչներից եմ լսել, որոնք տարակարգ են ստացել, հա, տարբեր չափով աշխատավարձ են բարձրացրել, որ այդ հաջողությունից հետո դարձել են թիրախ նախանձի, հա, բանսարկությունների իրենց դպրոցներում, ինչի, որտեղ նրանք ովքեր ձախողել են կամ նույնիսկ ռիսկ չեն անում գնալ փորձել կամավոր ատեստավորման, այդպես հենց իրենց համայնքում կա այդ նախանձի, հա, լավ, ասենք հանրության վերաբերմունքի փոփոխություն ենք մենք ակնկալում եւ առաջարկում, բայց խնդիրը նաեւ հենց իրենց մեջ է։ Սա ոչ միայն իրենց Երևի թե ցանկացած բնակավարում հաջողակ մարդը մեր իրականության մեջ այդպես թիրախավորվում է, ինչը պետք է այստեղ փոխել։ Մեր մտանության մեջ ինչ պետք է փոխվի, որ մենք, հա, ասենք, ուսուցչական համայնքում կամ այլտեղ հաջողակ մարդուն չդարձնենք հարձակումների թիրախ։ Հասկացա, շատ էլի կարևոր հարցադրում է։ Իրականում, երբ մենք խոսում ենք ուսուցչական համայնքի մասին, չպետք է մոռանանք, որ ուսուցիչները մեր հանրության, հասարակության անբաժանելի մասն են եւ մեր հանրային բոլոր իրողությունները եւ մարդկանց բոլոր տեսակները կան նաեւ ուսուցչական համայնքում։ Այսինքն այն բոլոր արմատական խնդիրները, որ կա առհասարակ մեր հանրության մեջ, կա նաև ուսուցչական համայնքում։ Եվ եթե մենք անկեղծ լինենք ու ինքներս մեզ հետ մշտադիտարկումներ անենք եւ այսպես վերլուծություն անենք, ոչ միայն այս դեպքով, այլև շատ
այլ ավելի ցավալի դեպքերի կառնչվենք հենց ուսուցիչների շրջանում, որոնք չեն բարձրաձայնում, չեն խոսում եւ այլն։ Բայց այս ամեն ինչը մենք չպիտի արձանագրենք եւ անցնենք առաջ, այսպես է, վատ է եւ վերջ։ Իսկ ինչու է այդ վիճակը? Ամենակարևոր հարցը սա է, որովհետեւ աստիճանաբար տարեց տարի հեղինակազրկելով ուսուցչին, մեր երկրում այսպես կարևորելով կիսագրագետ մարդկանց, որոնք հասել են հաջողության, անընդհատ էժանագին մարդկանց PR անելով հարստության նյութական արժեքների, ստորադասվել է ուսուցչի կերպարը, աշխատանքը գրավիչ չի դարձել եւ այդ միջավայր են հայտվել մարդիկ, ձեր ասած, որոնք շատ բնական է, որ կարող են ունենալ այդ նախանձը, որովհետև ունեն նաև ինչ որ առումով գիտելիքների սահմանափակում, որովհետև այդ ամեն չարությունը մարդու մտնում են տեգիտությունից։ Արսեն, կներեք, նորից եմ ընդհատում, հիմա դուք կշարունակեք։ Դրանք զուգահեռ process-ներ են, որքան պետությունը այսպես արհամարել, ուշադրությունից դուրս է համարել ուսուցչի աշխատանքը, այնքան ավելի ուսուցչական, հա, կոլեկտիվի մակարդակը գնալով անկում է ապրել։ Այո, միանշանակ եւ այստեղ նաեւ պիտի հասկանանք ինչ է տվել պետություն, ինչ է տվել, որ պահանջում ես հիմա տարակարգ, հա, տարիներ շարունակ, հա, մանկավարժական դեռևս չեմ ասում այսօրվա իրավիճակի մասին, որ ամբողջական բաժիններ են փակվում դիմորդ չունենալու պատճառով, բայց տարիներ շարունակ գնացել են այդտեղ դիմել են մանկավարժական բուհեր, նրանք ովքեր, հա, այդպես ասեմ, լավագույն շրջանավարտները չեն, շատ մեղմ եմ ասում։ Նրանք ովքեր լավ, ավելի կոպիտ ասենք, ուրիշ տեղեր չէին կարող ընդունվել, որոշել են, որ դա միակ տեղն է, որտեղ իհարկե միշտ կան բացառություններ եւ շատ բացառություններ, Արսեն դուք օրինակ եք, թե ինչպես կարելի է լինել լավ ուսուցիչ, բայց այդ ուզում եմ ասել զուգահեռ process-ներ են եղել եւ իսկապես այսօրվա ուսուցչական համայնքը կատարյալ չի, բայց բողոքելուց առաջ մենք պիտի հասկանանք ինչ ենք տվել եւ ինչ ենք պահանջում, համաձայն եք։ Լիովին եւ լիարժեք համաձայն եմ։ Նախ պիտի սկսենք մի քիչ քաղաքական առումով տանեմ։ Քաղաքական վերնախավում այնպես չէ, որ բոլորը կատարյալ են, հետեւաբար այդ վերնախավում արտացոլվող այն մարդիկ, որոնք իշխանավոր են, բնականաբար չունեն այն բոլոր կառավարչական, բարոյական, այդ բոլոր հատկանիշները, որոնք պիտի ունենան ղեկավարը, եւ ուսուցիչն էլ մարդ է, բնականաբար ուսուցիչն էլ չէր կարող այս հասարակությունից կտրված վեհ արժեքներով եւ այլն։ Առանց այդ էլ մեր դպրոցը հենց այդ նվիրյալ ուսուցիչների ուսերին է։ Ես ձեզ ասեմ, որ երևի թե ամեն դպրոցում, բազմաթիվ դպրոցներում եմ շրջում իմ աշխատանքի բերումով, հյուրընկալվում, այսպես հանդիպումներ եւ տեսնում եմ սահմանափակ քանակով ուսուցիչների ուսերին է այդ դպրոցը, ոչ թե համակարգն է այնպիսին, որ դպրոցները մեր ապրում են, շնչում են, առաջ են գնում, այլ այդ նվիրյալ ուսուցիչների։ Իսկ այս փոփոխությունները, որ կան, որ մարդիկ կան, որոնք հայտնվում են այդ միջավայրում, որոնք ուսուցիչ չպիտի լինեին, ցավալի է իհարկե, շատ ցավալի է, որոնք լինում են, եւ սա արդեն պետական հոգատության բացակայությունն է, որովհետեւ ուսուցչի համար չեն ստեղծված նպաստավոր պայմաններ։ Ուսուցչի աշխատանքը ամենահեռանկարայիններից եւ ամենագրավիչներից չէ, եւ ձեր նշած այդ տարակարգը եւ դրա նախանձի դրսեւորումներն էլ մեկ այլ կողմից, որ այնպես չէ տարակարգ ստացած ուսուցիչը արժանի է այն վարձատրությանը, որ ինքը ստանում է։ Այն առումով նույնիսկ տարակարգից հետո, որտեղ բազմաթիվ վերապատրաստումներ, բազմաթիվ նյութեր, այնպիսի մեծ պահանջներ են դրված, որ այդքանը հաղթահարելուց հետո ուսուցիչը ստանում է ինչ որ քանակի գումար, բայց դա շատ քիչ է այն աշխատանքի դիմաց, ինչ մեր տարակարգ ստացած ուսուցիչները։ Եթե ես ձեզ այսպես մի փոքրիկ վիճակագրական տվյալով փորձեմ ասել, եթե անդրենք ասում ենք 400,000 դրամ աշխատավարձ է ստանում ուսուցիչը կամ 500,000, այն աշխատանքի ծավալը, որը անում է այդքան ուսուցիչ, այդքան աշխատավարձ ստացող ուսուցիչը, անմարդկային է ուղղակի դա։ 1.5 դրույքից ավելի դասղեկություն, լաբորանտություն, բոլոր հնարավոր այսպես ծանրաբեռնվածությունները, որը այդքան էլ մարդկային չէ։ Իսկ արդյունավետ ուսուցիչ 400 ստացողները, որ ընդհանրացնել է լինելու համար, ուսուցիչը պիտի ունենա մոտավորապես 20 դասաժամ շաբաթական, որպեսզի արդյունավետորեն բաշխի եւ իր ուժերի վերջը ուսուցիչը մարդ է, ռեսուրսներ ունի որոշակի, որոնք կարող են սպառվել եւ չի կարող արդյունավետ լինել։ Ինքս իմ օրինակով ասեմ, այն տարիներ, երբ թե ես շատ ժամեր եմ վերցնում, ես այն նույն արդյունավետությունը չունեմ դասավանդման մեջ, ինչ սահմանափակ քանակով, որովհետեւ դու պիտի դասերին նախապատրաստվես, նյութեր ստեղծես, գնաս, իսկ այդ ամեն ինչը հնարավոր չէ այդ գեր ծանրաբեռնվածության մեջ։ Հետևաբար թեկուզ այդ կամավոր ատեստավորումը, տարակարգերը եւ այլն, ինչքան էլ բարձր, թեկուզ 90%, 100% այսպես արդյունքները ապահովեն մեր հրաշալի ուսուցիչները, ունենք իսկապես փայլուն ուսուցիչներ,
շատ խղճուկ է այն վարձատրությունը։ Դա պիտի լիներ այն մինիմալը, որից ավելին պիտի լիներ, այդ 400,000-ը պիտի լիներ մինիմալը, մոտավորապես թվերի աշխարհ չգնամ, հաշվի առնելով մեր այս հանրային կյանքի բոլոր իրողությունները, որ դրանից ավելին լինել։ Հետևաբար իհարկե պետությունը ներդրել է խրախուսման համակարգ, այնպես չէ որ չկա այդ կամավորատեստավորումները, տարվա լավագույն, ամսվա լավագույն, ինչ որ քայլեր արվում են, չեն կարող ասել ոչինչ չի արվում այդ հարցում, բայց այդ ամեն ինչ այնքան մինիմալ մակարդակով է, որ լոկալ բան է, իհարկե, որ դա ընդհանուր առմամբ ուսուցչի աշխատանքը գրավիչ չի դարձնում, իսկ դա շատ ցավալի է։ Մեր շրջանավարտներից լավագույնները պիտի գնային մանկավարժական ուղղվածությամբ, լավագույնները, այսինքն պիտի ընտրեին, մենք պիտի ընտրեինք այդ մարդկանց իրավունք ունի դպրոց մտնելու թե ոչ։ Իսկ հիմա տեղեր, դպրոցներ կան, այնքան թափուր տեղեր կա, որ ցանկացած մասնագետի կարող է։ Ես առաջ հանդիպում էի, որ հեռավոր շրջանների, մարզերի, այսինչ գյուղում, հա, այս թափուր տեղը կա, բայց ձեր իսկ, հա, այդպես Facebook-յան գրառումներում անընդհատ հանդիպում են, որ Երևանի այսինչ դպրոցում, այսինչ ուսուցչի թափուր տեղ, խնդրում եմ դիմեք, առաջարկում եմ դիմեք, բա, այսինքն սակավությունը, պակասը ուսուցիչների արդեն համատարած է եւ այս ֆոնի, հա, այս իրավիճակի մեջ ամենասարսափելին, երբ որ արձակում է լինում այդպես ուսուցիչների կամ ուսուցչական ոնց որ են մնացած նրանք ովքեր դեռ ուզում էին դառնալ ասում են դուք էլ գնացեք մի եկեք մի դարձեք ուսուցիչ որովհետև դառնալու եք հանրային ճնշման տակ պարսավանքի այո պարսավանքի չգիտեմ ճնշման եւ այլն եւ հետո այդ տարակարգի մասին մենք խոսեցինք պետությունը անընդհատ այդպես գլուխ գովարուպես իշխանությունները էլ այդ տարակարգի անունն են տալիս մենք խոստովանում ենք որ դա շատ լավ բան է բայց այնքան քիչ է Տեսեք, ես կարող եմ այլ երկրների օրինակներով ասել, որտեղ աշխարհում շատ այլ երկրներում կա ուսուցիչների պակաս, քայլերի մասին, որ իրականացվում են, ինչ պիտի արվի այդպես հարգը հեղինակությունը բարձրացնելու կամ ուսուցիչների այս անընդհատ աճող պակասը այդպես կատաստրոֆայի աղետի չվերածելու համար, ինչ քայլեր պիտի շուտապույտ ձեռնարկվեն։ Առաջինը, որը այս կրթական, գիտեք, մեր երկրում հիմա արդեն մի քանի տարի կրթական բարեփոխումների հերթական շրջան է, որտեղ այսպես մեր անկախության պատմության մեջ անընդհատ բարեփոխումների ալիքներ են գալիս եւ մի տեսակ այդ ալիքները շատ տարերային են ու ոչ համակարգված։ Ահա, ինչից սկսենք։ Առաջինը մարդուն աշխատանքի գրավչությունը որն է, վարձատրությունը։ Այսինքն առաջինը պետք է անքննելիորեն դարձնել վարձատրության չափը, անքննելիորեն սահմանել այնպիսի մինիմալ աշխատավարձ, որի դեպքում հնարավոր է բավականին բարեկեցիկ կյանքով ապրել Հայաստանի Հանրապետությունում, որտեղ մենք բոլորս էլ գիտենք, շարունակաբար թանկացումները այսպես շարունակվում են, աշխատավարձը մնում են։ Այսինքն սա պիտի լինի առաջինը։ Երկրորդ քայլով արդեն ուսուցիչների խրախուսման ինչ օգուտներ, այսինքն ինչ օգուտ կարող է տալ այս աշխատանքը մարդուն։ Դրանք կարող են լինել սոցիալական տարբեր փաթեթները, իհարկե ունենք սոցփաթեթների որոշակի համակարգ, առողջության ապահովագրումը եւ տարբեր ծառայություններ, որ ուսուցիչ աշխատող անձը այս երկրում ունի այս առավելությունը։ Օրինակ, արժանապատիվ հանգստի սոցփաթեթով 1000 ներողություն ընդհանրապես կարելի է Հայաստանի որևէ առողջարանում 2 օր հանգստանալ։ Դա բավարար չէ 8-ին ամիս տևող այդ քրտնաջան, տքնաջան աշխատանքից հետո 2 օր հանգիստը մինչև հասեն արդեն հետ վերադառնալու ժամանակը կլինի։ Ուսուցչի այս ամեն ինչը անելուց հետո արդեն ուսուցչի համար աշխատանքային առողջ միջավայր ստեղծելն է, որտեղ ուսուցիչը կլինի բացարձակ հեղինակություն իր միջավայրում, անընդհատ շարունակական տեղին վերապատրաստումներ, որտեղ երբեմն լինում է ուսուցիչների են բերում վերապատրաստումների, որոնք դրա կարիքը չունեն։ Իհարկե վերջին շրջանում փորձում են այսպես ըստ կարիքների կազմակերպել այդ վերապատրաստումները, բայց նայում ես օրինակ 30 տարվա մանկավարժ ինքը արդեն իր փորձով, ուժով, ամեն ինչով կարողունակ բերում եւ այնպիսի տարական բաներից է նորից սկսում, որը իրեն պետք չէ։ Այդ վերապատրաստումները տեղական եւ նաեւ միջազգային վերապատրաստ, մեր լավ ուսուցիչների համար նաեւ միջազգային եւ դա պիտի լինի արդեն ուսուցչի համար էլ շարժառիթ իր վրա աշխատելու, ավելին առաջ գնալու, որպեսզի կարողանա մասնակցել։ Եվ իհարկե մեր հանրային
Այսպես հիմա այսպես կոչված ինֆլուենսերներ կոչվածներն են շատ հայտնի, բլոգերները, չէ, մեր երկրում, սկսած նրանցից, որոնք ուսուցչի հեղինակությունը բարձրացնող սոցիալական քարոզարշավներ կիրականացնեն, մեր մեդիա դաշտում անընդհատ կլինի ուսուցչի հեղինակությունը, օրինակ, չես նկատում էլի, այնպիսի մի գեղեցիկ պատմություններ, որտեղ մեր ուսուցիչներ իսկապես կան կյանք փրկած ուսուցիչներ։ Մեզնից երևի ամեն մեկը բարի բուն իմաստով կյանք փրկա։ Դուք գիտեք մենք ինչքան դեպրեսիաներով ապրող, ինչքան սարսափելի ընտանիքներում ապրող երեխաների հետ ենք շփվում։ Այդ երեխաներին շատերին մենք կյանք ենք բերում նորից։ Այդ երեխաների հետ մենք աշխատանք ենք անում օր ու գիշեր, բարոյական արժեքներից սկսած, մինչև մարդկային հարաբերություններ, մինչև մշակութային զարգացվածություն, ել չասեմ այդ տրավմաներ, դեպրեսիաներ, որտեղ մեր հասարակության մեջ էլ ցավոք սրտի քիչ չեն անկիրթ ընտանիքները, ոչ այսպես համերաշխ ընտանիքները։ Արսեն, ո՞րն է լավ ուսուցչի ձեր սահմանումը, նա որ այդպես մեթոդ ունի գիտելիք փոխանցելու, նա որ բարոյական արժեքներ է սահմանում, նա որ ազգային նկարագիր է ձևավորում, նա որ սովորեցնում է սովորել ինքնուրույն։ Ձեր կարծիքով ամենալավ սահմանումը ո՞րն է լավ ուսուցչի։ Շատ դժվար է, երևի այսպես մի քանի հատկանիշներով փորձենք սահմանել։ Առաջինը ուսուցիչը պիտի հասկանա, որ ինքը գիտելիքի կենտրոնը եւ ակունքը չէ մեր դարաշրջանում, որովհետեւ այդ գիտելիքը հիմա շատ հասանելի է դարձել, չափազանց հասանելի է դարձել գիտելիքի աղբյուրը։ Ուսուցիչը իհարկե գիտելիքը դա ամենակարևորն է, գիտելիքը կարևորն է, մնայունն է։ Հետևաբար առաջինը իհարկե զինված մասնագիտական ամուր գիտելիքներով, երկրորդը պիտի հասկանա, որ դասարասենյակում ամենակարևորը աշակերտն է, ոչ թե ինքը։ Օրինակ, ոչ թե ես ինչ հանճարեղ միտք ասացի Սահյանի մասին եւ հիանամ ինձնով, այլ տեսեմ իմ աշակերտը ինչ հետաքրքիր միտք ասաց։ Ես ամեն անգամ որպես ուսուցիչ փորձում եմ այդ մտքերը որսալ եւ ամեն անգամ իմ ներկայությունը դասասենյակում արժևորում եմ դրանով, որ տեսնեմ ես կարողացա այս աշակերտի մեջ ինչ որ մի բանալի տալ նրան, այո, այդ կայծը տալ, որ ինքը կարողանա այդ միտքը գտնել։ Ու ամենակարևորը սիրի երեխաներին, սիրի իր աշխատանքը ու այդ ամեն ինչը հաճույքով անի։ Մանկավարժ իսկապես սա ասույթ է, բայց իրոք ճշմարտություն կա դրանում։ Մանկավարժ ծնվում են։ Սա հատուկ կարողություն է, ամեն մեկը չի կարող լինել։ Մարդը կարող է շատ լավ գիտելիքներ ունենալ, շատ պատրաստված լինել, մարդասեր լինել, բայց ուղղակի այդ երեխաների էներգիայի դաշտում չկարողանա դասարան դասարան միանշանակ։ Դա էներգիայի փոխանակում է։ Դու պիտի հասկանաս դեռահասի հետ կոնֆլիկտել ենք ունենում, զայրանում ես երբեմն ծիծաղում ես, երբեմն անընդհատ այս անցումները պիտի լինի, բայց ամեն դեպքում դու պիտի օրվա վերջում հասկանաս, որ դու գործ ունես երեխաների հետ, որոնք վաղը քո ապագան են, եւ ամեն երեխայի հաջողությամբ պետք է ուրախանալ, որովհետեւ ես միշտ պատկերացնում ամեն երեխա այս հասարակության մեջ վաղը մյուս օր դառնալու է մի կարևոր կամ ոչ կարևոր աշխատանքով զբաղվող մեկը եւ հետեւաբար ամեն մեկի բարոյական նկարագիրը վաղվա մեր լավ ապագայի խոստումնալից գրավականն է։ Եթե սա չլինի, դրա համար պետք չէ օրինակ շատ կենտրոնային, եթե գիտելիքների ծարավ չունի երեխան, բայց գոնե պիտի փորձել, որ ինքը դպրոցից adekvat ինքնագնահատականով, լիարժեքության զգացումով, ոչ տրավմաներով գնա, որպեսզի այս հասարակության մեջ։ Ի վերջո ամենադիպուկ օրինակը, ասենք, մեր հերոս տղաներից շատերը, որոնք նահատակվեցին հայրենիքի համար, վստահաբար դպրոցում չեն եղել ամենագերազանց սովորողներից, չէ, բայց նրանք մեծ հայրենասիրության ամենակարևոր միանշանակ, բայց ոչ բոլորն են այդպես։ Իհարկե մենք շատ խելացի ոսկե սերունդ կորցրինք, բայց այդ մարդիկ մեզ տվեցին ամենակարևոր դասը։ Հիմա այստեղից հետևություն որն է ավելի կարևոր։ Հետևաբար ուսուցիչը այսպես այդ բոլոր արժեքները պիտի անի։ Բայց ի վերջո մի փոքրիկ այսպես նաև այս մասով ամփոփեմ, ուսուցիչն էլ է մարդ։ Մենք պիտի մեր հասարակության մեջ մի քիչ թույլ տանք, որ ուսուցիչն էլ սխալվելու հնարավորություն ունենա։ Ինչ որ միտեղ բոլորս էլ վրիպում ենք։ Այնպես չէ, որ ես չեմ վրիպում կամ ինձնից ավելի լավ ուսուցիչները։ Ուսուցիչի սխալը ճակատագրական չլինի որևէ միանշանակ ճակատագրական, բայց երբեմն այդ պահանջները այնքան է դրվում։ Նույնիսկ հանրային խոսույթում այսպիսի մի բան կա, դուք նկատել եք, եթե մարդը օրինակ անգրագետ է, առաջինը ում են սկսում դատաբար ուսուցիչ չես ունեցել, ուսուցչիդ ինչն եմ ասել, նման արտահայտություններ, որոնք արտահայտում են հասարակության վերաբերմունք, հետևաբար պիտի թույլ տանք նաև ուսուցիչն էլ մարդ առումով, մարդկային առումով մի քիչ իրեն ավելի ազատ զգա, իհարկե իր չափը, սահմանը հասկանալով, սխալվելու այդ հավանականությունը փոփոխելու հնարավոր կարողություններով կարողանա հասարակության մեջ ինքնադրսևորվել։
Արսեն չեմ կարող առիթից չօգտվել եւ չհարցնել ձեր Արկմենիկ Նիկողոսյանի հետ, հա, համատեղ հրատարակած, հեղինակած երկրորդ դասագրքի երրորդը, հա, ես 7-րդ դասարանի դասագրքին եմ ծանոթ, հետո 8, հիմա արդեն 9 է։ Այո։ Լավ, կուզեմ ասել, ես բավականին այդպես դրական արձագանքների եմ հանդիպել ուսուցիչների եւ ուզում եմ իմանալ դուք որն եք համարում այդ գրքի գլխավոր արժանինքը կամ առանձնահատկությունը, որ արդեն այդպես դրական կարծիք է ձևավորվել։ Նախ երբ դասագրքի մասին լավ բաներ ենք լսում, դա նման է նրան, որ ծնողը իր զավակի մասին լավ բաներ է լսում, նույն այդ զգացողությունն ենք ունենում եւ շատ ուրախանում ենք իհարկե դրանից, որովհետեւ այս դասագրքի առաջնային առաքելությունը երեխային համար սիրելի դասագիրք դառնալն է։ Սա այստեղ հեղինակային իրավունքն էլ կարևոր չէ, կարևոր չէ ովքեր են հեղինակները, այսինքն սա անձնական հաջողություն ես սա չեմ համարում, այլ մեր պետության, հասարակության եւ հանրության համար։ Առաջնայինը կշեշտեի, որ դա գրված է հենց աշակերտի համար, աշակերտի հետ է խոսում այդ դասագիրքը, երբ աշակերտը բացում է այդ դասագիրքը, ինքը ուզում է շարունակել, ինքը ուզում է թերթել, ինքը ուզում է նայել այդ դասագիրքը, որտեվ սկսած լեզվի շարադրանքից իրեն հասանելի լեզվով է, դա գրականագիտական բարդ ձևակերպումներն անգամ փոխված են այնպիսի շարադրանքով, որ ինքը երևույթ է պատկերացնում։ Իհարկե, դիզայներական առումով լուծումն այնպիսին է, որ գրավիչ, լուսանկարներ, գեղանկարներ, արվեստի տարբեր գործեր կան։ Հարցադրումները ինքը հասկանում է հարցը ինչ է պահանջում իրեն, որովհետև երբեմն դժվար է հասկանալ դասագրքում ինչ է ուզում այս առաջադրանքը, ինչ է ուզում, որ ես ասեմ։ Իսկ հարցը այնտեղ շատ པարզ ասում է. մեկնաբանիր այսինչ բանը, գրիր այսինչ բանը, համեմատիր այս երկու կերպարներին։ Հարցադրումներն այնպիսին են, որ ինքը անդադ աշխատի տեքստի հետ, գնա դեպի տեքստը, ուսումնասիրի եւ մեթոդական առումով հեշտ է ուսուցիչների համար։ Այ արձագանքների մեծ մասը գալիս է ուսուցիչներից, երբ ուսուցիչը բացում է այդ դասագիրքը, գիտի թե ինչ պիտի անի։ Ծանրաբեռնված չէ չափորոշչային բառապաշարով, տերմինաբանությամբ, ինչ որ անհասկանալի բաժանումներ չկան այդտեղ։ Շատ հստակ տեքստը տրված է, հարցերը տրված են, առաջադրանքները, ամփոփումը, անդրադարձը, գնահատում, քայլաշարը ամբողջությամբ տրված է եւ ուսուցչին մնում է պարզապես բացել եւ աշխատել եւ շատ լավ արձագանքներ ունենք ձեր նշած դպրոցներում, որ նշեցի հյուրընկալվելը, հենց պատճառը դա է, ինձ հրավիրում են որպես համահեղինակի եւ նաեւ պարոն Նիկողոսյանին, մենք հյուրընկալվում ենք տարբեր դպրոցներում եւ տեսնում աշակերտները ինչ են արել։ Դուք չեք պատկերացնի ինչ հոյակապ նախագծային աշխատանքներ, հետազոտական աշխատանքներ, վիկտորինաներ, խաղեր, ինչ հրաշք բաներ են պատրաստում եւ իհարկե այդ ամեն ինչը մեր լավ ուսուցիչների շնորհիվ առաջնահերթ, որովհետեւ անկախ ամեն ինչից ցանկացած լավ դասագիր կարող է զրոյական արժեք ունենալ, եթե հայտնվի չաշխատող, աշխատել չուզող մարդու ձեռքում։ Հետևաբար փառք ու պատիվ մեր բոլոր այն ուսուցիչներին, որոնք սիրով են մոտենում իրենց աշխատանքին, հաճույքով են անում, երեխաներին մաղում են կարդալու, ստեղծագործելու։ Ես օրինակ դպրոց էի այցելել, որտեղ բակունց թեման ծրագրով 1 պատմվածք է հանձնարարված, առնվազն 5 պատմվածք ուսումնասիրել են եւ նախագծային նրա մնացած բոլոր ուսումնասիրել էին։ Արևմտահայ հեղինակից, մի հեղինակից անցում էին կատարել այնպիսի հեղինակի, որ անգամ բուհական ծրագրում են շատ թեթևակի, մնձուրի էին հասել։ Դուք պատկերացնում եք, սա ինչ են շնորհակում, գնացել են դեպի Զապել Եսայանից, անցում էին կատարել դեպի մնձուրի եւ սա հրաշքի էր նման ուղղակի, թե ինչ աշխատանք է։ Շատ այս ամեն ինչը ոգևորիչ է ու այդ դասագրքերը կուզենք, որ իսկապես դառնան ուսուցչինը, աշակերտինը գնահատվի, սիրվի եւ դուք նշեցիք ազգային արժեհամակարգի ձևավորումը, պիտի սա պարտադիր նշեմ, որովհետեւ մեր օրերում հաճախ քննարկում են դասագրքից այս թեման հանել, այն են ավելացրել, այս են պակասեցրել, այս դասագրքերում ազգայնամետ որևէ թեմա չի հանվել, դրանք ընդհակառակը շատ խորությամբ մեզ մղում են ուսումնասիրելու ոչ միայն մեր իրական, այլև պատմական հայրենիքը իր բոլոր բաղադրիչներով վերաբերմունք ունենալ, իրենց լինելու այդ կամքը ունենալ, որ սա իմ հայրենիքն է, ես պիտի ուսումնասիրեմ եւ եթե գան լավ ժամանակներ, ապա մեծ Հայաստանի գաղափարը իրենց մեջ պիտի լինի ու այդ մեծ հզոր միասնական Հայաստանի գաղափարը թեկուզ իրենց մեջ մնա, որ սերնդեսերունդ փոխանցվի, էլի մենք այսպես չենք կտրում որևէ բան, ազգայինը ամենակարևորն է, մեզ համար դա սկզբունքային է։ Արսեն, շնորհակալ եմ այս զրույցի համար, որ ժամանակ եկաք, բայց նաև շնորհակալ եմ ձեր գործունեության համար։ Հիմա ես ուղղակի հաջողություն չեմ անում, դուք կարողացել եք ձեր անձի շուրջ ձևավորել բառի բուն իմաստով, ամենալավ իմաստով
իսկական ուսուցչի կերպար, նկարագիր։ Շնորհակալ եմ նաև ձեր գործունեության համար։ Անչափ շնորհակալ եմ, ինձ համար է շատ հաճելի այս հաղորդման այս տաղավարում հարցազրույց ունենալ ձեզ հետ, ձեր հարցերին պատասխանել։ Թող ես վստահ եմ, ինձնից շատ ավելի լավ ուսուցիչներ կան, որոնցից մենք սովորում ենք անընդհատ մեր ուսուցչական համայնքն էլ ես շատ կուզեմ, որ միասնական դառնա, միմյանց նկատմամբ ավելի փոխօգնության այդ մթնոլորտը ստեղծվի։ Ես անկեղծ ասած այդ առումով էլ թեթևակի քայլեր անում եմ, որ մենք իրար օգնենք, սատարենք, անընդհատ վեբինարներ, սեմինարներ, կապի մեջ լինենք մեր հանրույթով, եւ ես շատ ուրախ եմ եւ սիրով նաեւ ողջունում եմ մեր այն բոլոր լավ ուսուցիչներին, որոնք իրոք ուսուցիչ են եւ սիրում են իրենց աշխատանքը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, Արսեն, իսկ մենք շարունակենք տաղավարի եթերում քննարկել մեր կրթության եւ գիտության խնդիրները ամենատարբեր դիտանկյուններից։